Երրորդ մրցույթին կրկին նախորդ 6 աշխատանքներ ներկայացված մասնագետների հավաստմամբ մասնակի փոփոխություններով։ Քանդակների հեղինակները միայն գյումրեցիներ չեն, այլ քանդակագործներ ամբողջ հանրապետությունից։ Միայն թե դեռ պարզ չէ, թե որ քանդակի հեղինակն ով է։ Դրանք ներկայացված են հատուկ ծածկագրերով։ Մի քանի անգամ քննարկել ենք հարցը եւ հետաձգել ենք ինչ պատճառաբանությամբ, քանի որ շատ պատասխանատու է դա տեղը եւ արձանիչ տեղով եւ ընտրության համար պետք է սխալվել չի կարելի։ Դրա համար մենք փորձում ենք մեծ պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին եւ անգամ սխալ ցույց տանք։ Հուսով եմ այս անգամ գործերը նայելուց հետո որևէ արդյունքի կհասնենք։ Պահը պատասխանատու է, սխալն անթույլատրելի, մեկ անգամ կայացրած որոշումը հետագայում հազիվ թե ենթարկվի փոփոխության։ Հանձնաժողովի անդամները սկսեցին նորից ուսումնասիրել գործերը։ Աճեմյանի հուշարձանը ցանկալի է, որ մարմնավորի նրան հենց ստեղծագործելու պահին, որպեսզի առավել խորությամբ արտահայտի աճեմյանական կերպարն ու նրա տիեզերական մեծությունը։ Հանձնաժողովի անդամ Հասմիկ Կիրակոսյանն է այսպես պատկերացնում։ Իրա հայացքը հերուն տեսնող ռեժիսորի, հերուն նայողի։ Ինքը եթե ընդունենք, որ սա հայոց արվեստն է, աշխարհն է, ինքը ամուր հենված է այդ արվեստին։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը ուշացումով միացավ հանձնաժողովական ընկերներին։ Նրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ քննեցին ու զննեցին աշխատանքները։ Խնդիրը շատ բարդ է։ Քաղաքաշինական առումով իրոք բարդ է։ Մենք ունենք հուշարձաններ այդ տարածքում եւ խնդիրը դրված, որպեսզի իրար չխանգարի, հիմնական նպատակը դա է։ Եթե նախորդ մրցույթի ընթացքում քաղաքաշինական խնդիրները լուծված էին ու Վարդան Աճեմյանի հուշարձանի տեղն ու վայրն էլ ընտրված, այս անգամ կարծես հանձնաժողովի անդամները մտափոխվեցին ու որոշեցին, որ աճեմյանական կերպարն արտացոլող արձանը նպատակահարմար է տեղադրել թատրոնի մասնաշենքի ներսում։ Մեր գլխավոր խնդիրը դա է հասնողի մեջ, որ տեղը չեն կարողանում գտնել, որտեղ էլի նոր նշվեց, որ դեռ շատ են մեծերի հուշարձանները դրված, որտեղ էլ դնում ենք մեր մյուսին խանգարում են։ Արձաններից ինձ ասեմ ասեմ երկուսը իր մոտեցումներով դուր եկա, դա այս մեկնա, որը գրագետ կլասիկ ձևով լուծված է։ Երկարատև քննարկումից ու իրարամերժ կարծիքներից հետո հանձնաժողովականները կանգ առան նախագծերից մեկի վրա։ Պարզվեց գործը պատկանում է Հարություն Կարապետյանին, իսկ արձանի տեղադրման վայրը մնաց անփոփոխ, ինչպես նախորդ անգամ էր։ Մրցույթի վերջնարդյունքների մասին տվյալները կուղարկվեն Մշակույթի նախարարություն, որտեղ էլ վերջնական տեսքով կկազմվի Վարդան Աճեմյանի արձանի տեղադրման ժամանակացույցը։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։